Սիրելի տավուշեցիներ, բարև ձեզ, իսկապես սիրելի, որովհետև ես մայրական կողմից դիլիջանցի եմ, ներողություն դիլիջանցի եմ և իմ մանկությունը հիմնականում անցել է Դիլիջանում, այնպես որ ձեր բնությունը, այն բնությունը, որը շրջապատում անցես, ինձ շատ հոգեհարազատ է։ Այսօր քարոզարշավի 4-րդ օրն է ու ոչ միայն որպես պատգամավոր, պատգամավորության թեկնածու, նաև որպես նախկին լրագրող, այսպես մոնիտորինգի եմ ենթարկում իշխանության քարոզարշավը, հասկանալու համար, թե ինչ են անում, առհասարակ ինչ մեսիջ են ուզում տալ հասարակությանը ու ինչ եմ արձանագրել ինձ համար, ուրեմն առավոտյան Նիկոլ Փաշինյանը իր օրը սկսում է հայերենի պարապմունքներով, մայրենի դաս է տալիս առավոտյան, հետո արդեն երեկոյան մեծ հանրահավաքի ժամանակ թիմի անդամները հպարտանում են, որ մեր վարչապետի թեկնածուն գիտի արտասանել այսինչ կամ այնինչ բառը։ Ես ողջունում եմ Նիկոլ Փաշինյանին, ողջունում եմ իր մայրենի իմացությունը, շատ լավ է, որ ինքը հայերեն խոսալ գիտի, շատ լավ է, որ ինքը հայերեն բառերը անսխալ առանց դրիպակների կարողանում է արտասանել։ Բայց ես հուսով եմ նաև, որ Նիկոլ Փաշինյանը նույն վարպետությամբ կարողանում է նաև նախադասություններ արտասանել։ Երեխան ոնց է, սկզբում բառերն է սովորում, հետո սկսում է բառերից նախադասություններ կազմել։ Հիմա եկեք հասկանանք։ Նիկոլ Փաշինյանը, որ գիտի բառերը հայերենի, գիտի նաև նախադասություններ կազմել։ Օրինակ Նիկոլ Փաշինյանը կարա ասի. «Այև դուրս հանի զորքերը Հայաստանի Հանրապետության տարածքից»։ Մեկ։ Օրինակ կարա ասի. «Այև քո պահանջով Հայաստանը սահմանադրություն չի փոխելու»։ Երկու։ Մի քիչ ավելի հեռուն գնանք, կարա ասի օրինակ, այև քո պահանջով ես չնայած նրան, որ դու դեմ ես, բայց ես հրապարակելու եմ տեղեկատվությունը, որով, ինչպես խոստանում եք պատերազմից առաջ, պայթեցնելու եմ Ադրբեջանը։ Եվ ամենակարևորը, Իլհամ Ալիև, քո պահանջով Հայաստանում ադրբեջանցիներ չեն բնակեցվելու։ Սահմաններ Հայաստանում չեն Ինչ հետաքրքիր է, այս նախադասությունները Նիկոլ Փաշինյանը կարող է արտասանի, թե չի կարող արտասանի։ Ես առաջարկում եմ միակ չելենջ անենք ու տեսնենք Նիկոլ Փաշինյանի համարձակության և կարողությունների աստիճանը։ Հիմա վրիպակների մասով։ Գիտեք, մեզանից յուրաքանչյուրը, ես ինքս իմ խոսքի ժամանակ շփոթվում ես, մարդ չկա, որ վրիպակներ չունենա, բայց գիտեք, այս կյանքում ամենակարևոր բանը որն է, որ քո վրիպակները չարժենան կյանքեր ու հայրենիք։ Իսկ Նիկոլ Փաշինյանի վրիպակները արժեցել են կյանքեր ու հայրենիք։ Որովհետև Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր Շուշիում, որ Արցախը Հայաստանը և վերջ, հիմա արդեն հայտարարում է, որ Արցախը Ադրբեջանը։ Այն նույն Նիկոլ Փաշինյանը, որը հորդորում էր մարդկանց, ասում էր ձեր կասկաները վերցրեք, բրոնեժիլետները վերցրեք, գնացեք, պայքարեք, կռվեք, հետո պարզվում է խաբում էր մարդկանց։ Որտեղ մարդիկ փաստորեն ադրբեջանական հողերի համար պետք է պայքարեն, եղբայր, բայց դա ադրբեջանական հող էր։ Մարդկանց խիլ ուղարկում մեռնելու, խիլ քո որդուն ուղարկում ծառայելու ադրբեջանական հողում, նոր իմացար, այս է վրիպակը։ Ամենամեծ վրիպակը, քաղաքական դաշտի ամենամեծ վրիպակը Նիկոլ Փաշինյանն է, և ես վստահ եմ, որ հունիսի 7-ին մենք այդ վրիպակը բոլորով միասին սրբագրելու ենք։